գնացում։ Եկեք ձևանենք, որ մենք գժանություն չենք ապրում եւ եկեք դրամաբանական ձևով մտածենք։ Որևէ ուրիշ երկիր թույլ է տալիս, որ իր սահմանը անցնելուց մարդիկ չարերեսվեն իր սահմանափանների հետ։ Այդպիսի բան որևէ երկրում կա։ Նրանց այդ ֆրանսիացիները, որ կողքը նստած խորհուրդներ են տալիս Էմանուել Մակրոնի ուղարկած, որը Ղարաբաղը հանձնեց, հերիք չէր, հիմա էլ մեղրին հանձնել տալի։ Այդ մարդիկ իրան սովորացնում են, թե նա ինչ է։ Դուք գիտեք, այս մարդը ընդհանրապես կրթություն չունի, նա մենակ կուկուրուզ պիրաժկի ուտելով մանգալի։ Իրան ուղղակի ասում են, թե նա ինչ կրկնի։ Իրան ասում են, այնտեղ սկաներներն են լինելու, սկաներներ։ Դրա համար ամբողջ աշխարհում հիմա սահմանապահներ չկան։ Բոլորը սկաներներով է արված։ Ուրեմն դա սուտ է, ես շատ անգամ ճանապարհորդում եմ, դուք էլ երևի ճանապարհորդել եք, սահման անցնելուց հնարավոր է, որ ինչ-որ սարք լինի, ասենք դուք ձեր անձնագիրը դրեք սարքի վրա, սկանինգ անեն եւ անցնեն, բայց դրա հետևը միշտ կան մարդիկ, միշտ կան մաքսատան ներկայացուցիչներ եւ սահմանապահներ, անպայման, անգամ եթե դուք ասենք այնտեղ 20-30 հոգի սկաներներով անցնում են, այնտեղ մի կամ երկու սահմանապահ կանգնած է եւ նրանք վերահսկում են, թե դուք ինչպես եք անցնում այդ սկաներներով։ Այսպիսի բան որևէ ուրիշ երկրում կա, որ իր սեփական պետության ներկայացուցիչը ստիպված լինի գնալ հետևի սենյակ, այսպիսի բան չկա որևէ տեղ։ Սա փաստացի նշանակում է, որ մենք մեր սահմանը զիջում ենք։ Դա գրում է Վաշինգտոնի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի մի շարք հեղինակներ դա գրում են, ես մեջբերում իմ մոտ կախել եմ, նրանք գրում են հետևյալը, դա շատ կարևոր է, որ ես դες բառացիորեն թարգմանեմ, ուզում եք կգտնեմ ցույց կտամ։ Գրած է, որ փաստորեն Հայաստանը պահպանում է տեխնիկապես իր սուվերենությունը, այնտեղ technically, անգլերեն գրած է technically preserving, այսինքն ձևականորեն, ֆորմալ ձևով Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը, բայց դա լինելու է հետևի սենյակում, back office-ում։ Իսկ դեմի սենյակում լինելու են երրորդ կողմի ներկայացուցիչներ, որոնք առերեսվելու են այդ բոլոր բաների հետ, հաճախորդների հետ, վարորդների հետ եւ այնտեղ Հայաստանի սուվերենությունը փաստորեն չի գործելու։ Այսինքն սա ուղղակի ձև է, ձևականություն է, մի հնարք է, որը սրա ֆրանսիական, եվրոպական այդ անամոթ մեր 15-30-ի արևմուտքի ներկայացուցիչները իրան հուշել են, որ մեզ խափելու համար մեր սահմանապահներին մենք գցենք հետևի սենյակ, հետաքրիր է, ես ասել եմ, կարող է մի հատ է շկաֆի մեջ մտնեին կամ սեղանի տակ նստեին, որ չնեղանար Ալիևը։ Ձևի համար իրանց գցում են ներքևի հետևի սենյակ, թե ով ասենց բան տեսել, սահմանապահները հետևի սենյակում։ Իսկ դեմի սենյակում փաստորեն Հայաստանի սահման չկա, այնտեղ այլևս Հայաստանի սահման չէ։ Եվ Վաշինգտոնի այդ հեղինակները, Վաշինգտոնյան կենտրոնի փորձագետները գրում են, դա լինելու է ֆորմալ ձևով Հայաստանի ինքնիշխանություն, բայց իրականության մեջ Թուրքիան եւ Ադրբեջանը ձուլվում են, դա գրվում են ամերիկացիները,